Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆորնիա։ Կարծում եմ, արդեն ծանոթ եք անհատական ծրագրի ուղեցույցի օգտագործման գործընթացին։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ուղեցույցը անձնական հարցեր է տալիս։ Ճիշտ է, սակայն IPP աշխատանքային գիրքն այն մարդկանց համար է, ում մենք աջակցում ենք, որ կարողանան մանրամասն վերլուծել իրենց նպատակներն ու ցանկությունները։ Սրանով կպարզենք, թե ինչ աջակցություն է նրանց պետք։ Հանդիպենք Վինիին, ծառայության համակարգողին, եւ տեսնենք ինչպես է IPP ուղեցույցն օգնում նրան պատրաստվել առաջիկա հանդիպմանը։ Ողջույն Իզաբել, Վինին է շրջանային կենտրոնից։ Զանգում եմ, որպեսզի հաստատեմ Սոֆիայի վաղվա IPP հանդիպումը։ Դե, դա կախված է նրանից, թե Սոֆիան վաղը դուրս կգա իր սենյակից, թե ոչ։ Օ, նա հիվանդ է։ Ավելի վատ, նա զայրացած է ու որոշել է մեկնել Փարիզ եւ դետեկտիվ դառնալ։ Անկեղծ ասած չեմ հասկանում ինչ է կատարվում։ Օ, ուրեմն նա լիարժեք դեռահաս է դարձել։ Դա լրիվ նորմալ է։ Պետք է ինձ տեսնեիր 14-ում։ Օ, ո՞նց է քո մայրը հանդուրժել։ Կարճ ասած, նրան Սուրբ կարելի է անվանել։ Լավ, պետք է գնամ, բայց վաղը կտեսնվենք։ Իդեպ Սոֆիային ասեք, որ Վինին կարծում է Փարիզը գերագնահատված է։ Ինչ է կատարվում Փարիզում։ Օ, մեկը ում աջակցում եմ, հենց նոր ասաց իր մորը, որ ուզում է գնալ Փարիզ ու դառնալ մասնավոր հետախույզ։ Փարիզ։ Դա լուրջ որոշում է։ Այո, իհարկե նա չի տեղափոխվելու Փարիզ, բայց Դանի, ինչպես վարվել, երբ մեզնից սպասում են անհնարինը։ Նախ փորձում եմ պարզել, թե որն է նրանց ցանկության պատճառը։ Մենք չենք կարող ֆինանսավորել Սոֆիայի տեղափոխությունը Փարիզ, բայց եթե հարցնենք, ինչու ես ուզում տեղափոխվել, վստահ եմ, որ նրա պատասխանը կզարմացնի։ Մի անգամ աջակցել եմ մեկին, ով ուզում էր տեղափոխվել Իսլանդիա։ Ամեն անգամ, երբ խոսում էինք, նա հիշեցնում էր, որ ուզում է տեղափոխվել Իսլանդիա։ Մի օր հարցրի նրան. «Ինչու ես ուզում տեղափոխվել Իսլանդիա»։ Պատասխանեց. «Ես չեմ կարող քնել, եթե ցուրտ չէ»։ Որտեղ է ավելի ցուրտ, քան Իսլանդիայում։ Ահա, այսինքն նա իրականում չէր ուզում տեղափոխվել Իսլանդիա։ Ուղղակի ուզում էր հարմարավետ քնել իր բնակարանում։ Հետաքրքիր է։ Ցանկությունները, կարիքները հաճախ դժվար է ճիշտ ձևակերպել։ Քանի անգամ ես հանդիպել ընկճված մարդու, որը պնդում է, թե ամեն ինչ կարգին է։ Ահա թե ինչու ենք IPP ուղեցույց ուղարկում, որպեսզի նրանք նախապես կարողանան որոշ բաներ վերլուծել։ Այսինքն, եթե հարցնենք ինչպիսին է քո ամենալավ օրը, դա կարող է նրան նոր մտքերի բերել, հասկացա։ Ոչ միշտ, բայց երբեմն ամենաբարդ խնդիրները կարելի է բարձրացնել այնպես, որ ստանաս օգտակար տեղեկություններ, բայց թույլ տուր հարցնել։ Իսկ ինչպիսին է քո ամենալավ օրը։ Ում իմ։ Դե հավանաբար այն օրերն են, երբ հանդիպում եմ ընտանիքիս, գործընկերներիս եւ մարդկանց ում աջակցում եմ։ Այսինքն քեզ համար կարևոր է մարդկանց աջակցելը։ Այո, ես մեծացել եմ 6 քույրերի ու միայնակ մոր խնամքի տակ գիտեմ, որ կարելի է ունենալ մեծ աջակցություն, բայց միևնույն ժամանակ միայնակ զգալ։ Միայնակ ես զգացել։ Ոչ այնքան միայնակ, որքան անտեսված։ Ընտանիքում ամենափոքրն էի, այնպես որ շուտ հասկացա երբ խոսել եւ երբ ոչ։ Հասկացա, իսկ երբ զգացիր, որ խոսքդ լսելի է։ Երբ հեռացա Նյու Յորքից, այնտեղ ամեն ինչ ճնշող էր, մարդիկ շատ էին խառնվում անձնականից։ Ուզում էի ինձ ավելի ազատ զգալ։ Տեղափոխվեցի Կալիֆորնիա ու հանդիպեցի Ռոբինին։ Ահա, իսկ Կալիֆորնիա տեղափոխվելը կարևոր էր քեզ համար, որովհետև դա օգնեց քեզ գտնել ապահով միջավայր եւ քո տեղն աշխարհում։ Այո, ճիշտ հասկացար։ Հիմա շատ եմ ուզում, որ մյուսներն էլ զգան նույնը։ Իսկ ինչպես ես դա անելու։ Նրանց աջակցելով, տալով այն գործիքները, որոնք կօգնեն եւ խոսել, եւ հասկացնել, թե ինչ է պետք։ Փոքր տարիքում ես դա չունեի։ Հա, իսկ եթե նրանք էլ չգիտեն ինչ են ուզում։ Պետք է շարունակես հարցնել, ավելի խորանալ եւ կիրառել IPP աշխատանքային ուղեցույցը, որը հենց դրա համար է նախատեսված։ Գիտես, Դանի, չեմ սիրում, որ այդպիսի բաներ ես անում։ Ինչ եմ անում։ Լսում եմ եւ գործումս լսածիս։ Ճիշտ այդպես։ Այսօր էլ հախիցս եկար, Դանի։ Ավելի եմ հիանում քեզնով։ Ես էլ քեզանով։ Իզաբել, Վինին է։ Գիտես, կարծում եմ, որ գտել եմ Փարիզի խնդրի լուծումը։ Այսօր Վինին բացահայտեց, որ IPP ուղեցույցը ներառում է աշխատանքային գրքույկ, որը նախատեսված է հարցերի միջոցով վերհանելու այն մարդկանց կարիքներն ու նպատակներն ու աջակցում ենք։ Բայց հարցեր տալը դեռ բավարար չէ։ Կարևոր է իսկապես լսել եւ գործել հիմնվելով լսածի վրա։ Հիշեք, անձնակենտրոն պլանավորումը լավ թղթաբանությունը չէ, այլ օգնելը, որ կյանքն ավելի լավը դառնա։